Ողջույն բոլորին և բարի գալուստ մեր ալիք։ Ելենա Արշակյանի հեղինակած «Տաքսիստը» հեռուստասերիալում կրքերը շարունակում են շիկանալ աննկարագրելի արագությամբ և նոր սերիալի անոնսը մեզ խոստանում է պահել էկրանների առջև ուղղակի շնչակտուր վիճակում։ Իրադարձությունները ստանում են բոլորովին նոր, խճճված ու շատ վտանգավոր շրջադարձ, որտեղ ամեն մի կերպար սկսում է բացահայտել իր իրական, թաքնված դեմքը։ Եկեք վերլուծենք ամեն ինչ հերթականությամբ ու փորձենք հասկանալ, թե ուր են տանում այս անսպասելի զարգացումները։ Սկսենք նրանից, որ Մինասը, ով ամեն կերպ փորձում է իր ձեռքում պահել և վերահսկել ստեղծված ծանրագույն քաոսը, առավոտյան աշխատանքի գնալուց առաջ իր կնոջը Սյուզիին շատ խիստ և կոնկրետ հրահանգ է տալիս։ Նա պահանջում է աչքի լույսի պես խնամել Սեդային, առավելագույնս հոգ տանել նրա մասին և ամենակարևորը՝ զերծ մնալ նրան որևէ ավելորդ կամ նյարդայնացնող հարց տալուց։ Մինասը հասկանում է, որ առանց այն էլ ծանր հոգեբանական վիճակում գտնվող աղջկան այժմ միայն բացարձակ հանգիստ է պետք։ Սակայն ինչպես բոլորս արդեն շատ լավ հասկացել ենք, Սյուզին այն մարդը չէ, որը կարող է հանգիստ նստել։ Այս կինը պարզապես ի վիճակի չէ լռել և զսպել իր վտանգավոր հետաքրքրասիրությունը։ Հենց որ Մինասը դուրս է գալիս տանից, Սյուզին անմիջապես ներխուժում է Սեդայի ննջասենյակ և սկսում իր անխիղճ հոգեբանական տեռորը։ Նա ոչ միայն սկսում է ավել-պակաս խոսել, այլև կոպտորեն պահանջում է, որ Սեդան հենց այդ վայրկյանին ասի ողջ ճշմարտությունը։ Որպեսզի հասնի իր ուզածին, Սյուզին դիմում է շանտաժի, վախեցնելով անօգնական աղջկան։ Նա ասում է, որ եթե Սեդան շարունակի լռել, ապա կամ նվերը կգտնի ու անխղճաբար կսպանի այդ տաքսիստին, կամ էլ իրավիճակն այնքան դուրս կգա վերահսկողությունից, որ Մինասն ու նվերը ի վերջո իրար կսպանեն։ Բնականաբար այս դաժան խոսքերից հետո Սեդան հայտնվում է ծայրահեղ տագնապի ու անհանգստության մեջ, ինչը կարող է իսկապես կործանարար լինել նրա համար։ Իսկ մինչ տանը Սյուզին ահաբեկում է Սեդային, նվերը անցնում է շատ կոնկրետ ու վտանգավոր գործողությունների։ Իր կապերի միջոցով նրան հաջողվում է պարզել տաքսիստի՝ Հարութի տան ճշգրիտ հասցեն։ Նա գնում է այնտեղ և սկսում է գաղտնի մեքենայի միջից հետևել տանը, սպասելով հարմար առիթի։ Լարվածությունն էկրաններին հասնում է գագաթնակետին, երբ տան դարպասները վերջապես բացվում են, սակայն դուրս է գալիս ոչ թե Հարութը, այլ նրա կինը։ Նվերը, ով մինչ այդ արդեն տեսել էր կնոջ լուսանկարը և շատ լավ ճանաչում էր նրան, կայացնում է չափազանց ռիսկային որոշում։ Նա սկսում է գաղտնի հետապնդել անտեղյակ կնոջը։ Այս քայլը ցույց է տալիս, որ վրեժով կուրացած նվերն այլևս սահմաններ չի ճանաչում, և դա կարող է շատ անկանխատեսելի և ողբերգական հետևանքներ ունենալ անմեղ կնոջ համար։ Միևնույն ժամանակ, պաշտոնական հետաքննությունը ևս տեղում չի դոփում։ Քննիչը ժամանում է Մինասի տուն Սեդային մանրամասն հարցաքննելու նպատակով։ Հարցաքննությունն ընթանում է անմիջապես Մինասի ներկայությամբ, ինչը լրացուցիչ և շատ ծանր ճնշում է ստեղծում։ Քննիչը Սեդային հայտնում է մի ցնցող և առանցքային փաստ։ Պարզվում է, որ այն մեքենան, որը նա նստել է այդ գիշեր, և որից հետո նրա հիշողությունը լիովին կտրվել է, պատկանում է հենց այն նույն տաքսիստին, ով հետագայում նրան տարել և թաքցրել է իր տան նկուղում։ Սա լսելով, Մինասը անսպասելիորեն շատ ագրեսիվ կերպով միջամտում է խոսակցությանը և անում է մի հայտարարություն, որը պարզապես ապշեցնում է բոլորին։ Նա ասում է, որ երեկ Սեդան անձամբ հենց տաքսիստի անունն է տվել և ուղիղ նրան է մեղադրել իր հետ կատարվածի մեջ։ Սեդան պարզապես քարանում է զարմանքից։ Նա բացարձակապես չի հասկանում, թե ինչ է կատարվում և ինչու է իր հարազատ եղբայրն իր անունից նման ահավոր բան հորինում, քանի որ ինքն իրականում ոչ մի բան չի ասել։ Այս ամենից հետո քննիչը վերադառնում է իր աշխատանքի վայր և շարունակում ճնշում գործադրել Հարութի վրա։ Նա բացատրում է, որ իրավիճակը խիստ բարդացել է և դեռևս հստակ չէ, արդյոք Հարութը կներգրավվի գործում որպես պաշտոնական կասկածյալ, թե ոչ։
Բայց Հարութը լինելով բավականին խելացի տղամարդ հանդես է գալիս շատ տրամաբանական ու հուժկու հակափաստարկով։ Նա քննիչին տալիս է մի պարզ, բայց անհերքելի հարց. ինչպես է ստացվում, որ Սեդան շատ հստակ հիշում է, որ իբր մարդ է սպանել, հիշում է, թե ինչպես է մեքենայի մեջ աղերսել իրեն հիվանդանոց չտանել, բայց հանկարծ այդքան հարմար կերպով մոռացել է, թե իրականում ով է իրեն դաժանաբար բռնաբարել։ Այս հարցադրումը ուղղակի անկյուն է մղում քննիչին, սակայն ամենայն հավանականությամբ քննիչն այլ ելք չի ունենա եւ մոտ ապագայում Հարութին պաշտոնապես կճանաչի որպես կասկածյալ, ինչը նշանակում է, որ ամենասարսափելին դեռ առջևում է։ Իսկ ինչ եք կարծում դուք, սիրելի հետևորդներ։ Արդյոք նվերը վրեժխնդիր կլինի ու կվնասի Հարութի անմեղ կնոջը։ Ձեր կարծիքներն ու ամենահամարձակ կանխատեսումները անպայման գրեք մեկնաբանություններում։ Ես մեծ սիրով կկարդամ եւ կքննարկեմ բոլորիդ հետ։ Կհանդիպենք շուտով։ Thank you.